Անհոր եւ Որդու եւ Ոգին Սրբո ամեն։ Հրաշագերտ եզորեղ փայտ խաչիկո Քրիստոս Քավազան զորության իհերրի երևյալ եկայք ժողովուրդ երբերբակեսոք։ Այս փունչը բարերը սիրելի հավատացյալներ կպատկանին շարագանակիր վարտաբետներուն, որոնք կովապանած են խաչը, խաչյալը և այսօրվան դոնին համեմատ շարագան գրած են և պարապանած են Քրիստոսի խաչապայտին քյուդը։ Հայաստանյա ծարակելական եկեղեցվո դոնացույցին համաձայն հոկտեմբերի վերջը մենք կդոնենք խաչի դոներեն վերջին դոնը, քույտ խաչի դոնը, որն ընթացքին առաքելական եկեղեցին անգամ ևս կհիշե դիրոջ չարչարանքները, անոր խաչելությունը և խաչին վրա անոր տապած անմեղ արյան շնորհիվ մարդկային ցեղի փրկությունը։ 327 թվականին Կոստանդիանոս Գայսեր մայրը Հեղինե Գայսրուհին Երուսաղեմ գերտա ուխտակնացությամբ փնտրելու և գտնելու համար Քրիստոսի խաչապայտը։ Երկար փնտրդուք է և հետախուզությունները ետք կգտնե խաչապայտերու թաղման վայրը։ Փորել է ետք աղբագույտին մեջ են կգտնեն 3 խաչապայտեր, սակայն չէին գիտեր թե որն էր Քրիստոսի խաչը։ Անտին կնշմարեն, որ մեռած պատանեի հուղարկավորությունը տեղի ունենար։ Հեղինե Գայսրուհին կհրահանգե, որ պատանեին թիագը տնեն խաչերուն վրա, երբ թիագը կտպնա Քրիստոսի խաչապայտին, պատանին կգենթանանա հարություն կառնի։ Սիրելի հավատացյալներ, քույտ խաչի այս պատմությունը պատմական հիշատակը չէ միայն, այլ հոգևոր իրականությունը, որ ամեն տարի մեզի կհրավիրե վերագտնելու այն խաչը, որ գործընթացած ենք մեր սրտի մեջ։ Հին ուխտի պատմության մեջ խաչը անեծքի նշան էր։ Խաչեն կգախվեին բոլոր անոնք, որոնք մահվան արժանի էին։ Երկրորդ օրինաց քիրքի մեջ կգարտանք անիծված է ան, որ փայդեն գախված է։ Հռոմեական դայսության շրջանին նաև մահաբարտները անարգվելու և նախադելու համար կխաչեին անոնց։ Պողոս առաքյալ գորընթացներու ուղած իր առաջին նամակի մեջ կսե, ինչպես քիչ առաջ կարդաց դպրուհին։ Խաչի մասին քարոզությունը հիմարություն կթվի գորուստի ջամփում մեջ գտնվողներուն համար։ Շարունակելով նույն նամակի մեջ քանի համար հետո կսե, մենք խաչված Քրիստոսը կքարոզենք, որ կայտագություն է հրյաներուն համար և հիմարություն հետանոսներուն համար։ Քրիստոս միանալով խաչապայտին սրբակորձեց այն և իր արյունը թափելով մեզ ազատեց սատանայի կերութենեն, չարին կերութենեն։ Մինչև Քրիստոսի խաչ բարձրանալը, այո, խաչը անարգանքի նշան էր, անեծքի ու դգարության նշան էր։ Սակայն Քրիստոսի խաչելությամբ խաչը ստացավ նոր իմաստ։ Նախադինքի նշանը դարձավ փրկության նշան, մահվան գործիքը դարձավ թեպի կյանք առաջնորդող գործիք, հիմարության նշանը դարձավ իմաստության նշան։ Սիրելի հավատացյալներ, եկեք միասնապար անդրադառնանք երկու կետերու մասին և միասնապար փորձենք հասկանալ զանոնք։ Առաջին, խաչին միանալով նոր արարածներ կդառնանք։ Խաչյալի միանալով մենք խաչ կգրենք մեր սրտերուն մեջ և որևէ մեկը, որ Քրիստոսի միացած է, նոր արարած է, այլևս չէ այնինչ որ էր նախապես, որովհետև ամբողջությամբ նորոգվեցավ գսե Պողոս առաքյալ։ Քրիստոս խաչին վրա ներեց մեզ, չնչեց մեր մեղքերու բարդամուրհակը զայն քամելով խաչապայտին վրա։ Մարդկության փրկության համար մարմնացավ Քրիստոս, խաչվեցավ, թաղվեցավ, բայց երրորդ օրը հրաշապարապես հարություն արավ մերելներեն, քանթելով մահվան կապանքները։ Այո, հարություն արավ դերը, որովհետև լույսը չէր գտնար քերեզմանի մթության մեջ մնալ,
այս իրողությունը նկատի ունենալով Սուրբ Գյուրեղ Երուսաղեմացի հայրապետ կսե դթաբանին խաչը, որովհետև գիտեմ հարությունը։ Մենք ալ միանանք Քրիստոսի սիրելի հավատացյալներ, խաչը միայն զարդարանք չդառնա մեր վիզերուն վրա կամ դուներուն մեջ, խաչը թողնա մեր հոգիներուն եւ մեր սրտերուն մեջ եւ ամենայն կարեւորը խաչյալը թողնա ամեն բանը վեր ու ամեն բանը առաջ։ Երկրորդ, խաչն ու խաչելությունը Աստուծո հավերժական սիրո արտահայտություններն են եւ մեզի համար բարձանքի նշան։ Խաչը մեզի համար հույսի, սիրո, հաղթանակի եւ փրկության նշանն է, որում վրա խաչվելով Աստվածորդին բարդության մատնեց սատանային, մեր դիմաց փանալով երկնքի ծռները, որ մինչ այդ փակված էին մեր նախածնողներուն, Ադամին ու Եվային աննազանդության պատճառով։ Հիսուս խաչին վրա ցույց տվավ իր անհուն սերը ու անպավ ողորմածությունը մարդուն հանդեպ։ Դերը իր փրկագործության խորհուրդով խաչը վերածեց հաղթության նշանի, ինչպես Պողոս առաքյալ գսե, «Քալով ինձի, քավ լիցի, որ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի խաչեն զատ ուրիշ բանով բարձենամ։ Այդ խաչին միջոցով աշխարհը մերած է ինձի համար, ինչպես ես մերած եմ այս աշխարհին համար»։ Այո, դերունական այս նշանը ճշմարիտ քրիստոնյաներուս համար բարձանքներու բարձանքը եւ Աստուծո անսահման սիրուն արտահայտությունն է անգյալ մարդուս նկատմամբ։ Ճիշտ է, անհավատ ու Տիրոջ կաղթությունը չճաշակած մարդոց համար խաչի վրա Քրիստոսի այս զոհողությունը անիմաստ ու անհասկանալի գտվի, բայց մեզի համար, որ մեր սիրտերու մեջ ընդունած ենք ճշմարիտ Աստվածը, Հիսուս Քրիստոսը, ճաշակած ենք անոր մարմինը եւ արյունը, ըսկացած ենք անոր սրբությունը եւ օրհնությունը, խաչը դարձած է մեր փրկության գրավականը, խաչը դարձած է մեր բարձանքը։ Քրիստոս մարդուս դիմաց ճամփաներ հարթեց եւ բացավ սիրո այն թուրը, որ դարեր շարունակ մարդիկ սպասած էին։ Խաչը դարձավ կյանքի այն ծառը, որ անմահության բդուղները տվավ եւ սերունդները մահեն թեպի կյանք առաջնորդեց։ Փոթորիկներու ժամանակ խաչը դարձավ մեր ապավենը, դգարության ժամանակ խաչը դարձավ մեր զորությունը, խաչը մեր բադիվն է, շատեր կխուսափին իրենց հավատքը բացահայտելու եւ գվախնան մարդոց կարծիքներն։ Հիշենք Պողոս առաքյալի խոսքը. «Քավ լիցի, եթե մեր Տիրոջ խաչեն զատ ուրիշ բանով բարձենան»։ Ուրիշ ինչ բարձենալիք բան ունենք, սիրելի հավատացյալներ, ոչ մեկ բան, եթե ոչ Քրիստոսի խաչը, Քրիստոսը ունենալով մեր մեջ։ Հետևաբար, սիրելի եւ թանկագին հավատացյալներ, երբեք չամաչնանք խաչեն ու խաչյալեն, այլ հպարտությամբ խաչը գրենք, խաչյալին անունը պարավորենք, խաչով զորանանք եւ խաչյալին խոսքերով առաջնորդվենք։ Խաչը թողնա մեր ճանապարհորդության ուղին, որ գարաշնորթե թեպի խաչյալը, թեպի խաղաղության նավահանգիստը, թեպի Աստված։ Քույտ խաչի դոնը, սիրելի հավատացյալներ, թող մեզ յուրաքանչյուրին հրավեր ըլլա, նորոգելու մեր հավատքը եւ վերագտնելու մեր գործընթացած խաչը։ Ուր է այն խաչը, որ դերը վստահած է մեզի։ Արդյոք հերացած ենք մեր կյանքեն, մեկ կողմ դրած ենք կամ թաղած ենք մեր առօրյա մտահոգություններում եւ առօրյա դժվարություններում վազվզուկի մեջ։ Այսօր լավ առիթ է ինձի եւ քեզի համար անդրադառնալու, գենալու, մտածելու, փնտրելու եւ գտնելու խաչը, մեր խաչը, որ Քրիստոս մեզի վստահած է։ Եվ այդ խաչին զորությամբ, եւ այդ խաչին օգնությամբ եւ ուժանդակությամբ ընթանալու այն ջամփեն, որ թեպի խաչյալին կդանի, որ թեպի հավիտենականություն կառաջնորդի։ Խաչի քո Քրիստոս երկիր բականենք եւ սուրբ խաչելություն քո փառավորենք։ Ամեն։